Սա այն եզակի առիթներից է, երբ տիկին Ռիման 4 գավաթ սուրճ է դնում։ Մեր գյուղներն է, որ հպարտ, լեռների մեջ միգապատ, խոր ձորերի քարափին, ձեռը դրած ճակատին, միտք է անում տխրադեմ, ինչ է ուզում չգիտեմ։ Մեր գյուղն էլ էսա։ Մեր լոռու գյուղն է, որ կարծես ծերանոց լինի, բաց երկնքի տակ։ Փոքր երեխեքով ունի, սաղ գնում են քաղաք, ստեղ մնում են մեծահասակները։ Աղնիձորում տրանսպորտ չկա, դեղատուն չկա, երիտասարդներ էլ գրեթե չկան։ Չկաների շարքը տիկին Ռիման է շարունակում։ Գյուղում դե հա գազ չկա, այդ սենց փետ ենք ջարդամ, փետ ենք վառամ, խնդիրներ այդ ճանապարհներ հիմի ասֆալտ են, արդեն ժողովուրդը լավ են, գնում են գալիս են, էլ այդքան շատ չէ։ Դպրոցն որ չկա, դե երիտասարդություն չկա, երեխեք չկա, շատ քիչ է։ Այդպես թե չեն թանուր ամեքը իրանց նորմալ ապրում են։ Երբ քաղաքից ինչ որ բան է պետք լինում, ցուցակ է գրում, տալիս համագյուղացուն։ Փոքր գյուղ է, բայց մինտանիքի պես ենք մենք շատ։ Ի տարբերություն Աղնիձորի, տիկին Ռիմայի ծննդավայրում, Եղեգնուտում, մարդկանց թիվը մի քանի անգամ ավելի շատ է։ Այդ ինչպես է Եղեգնուտից Աղնիձոր հարս եկել, որտեղից որտեղ են հանդիպել ինքն ու ամուսինը, հոր-եղբոր կնոջ, թեթև ձեռքով են ծանոթացել, պատմում է։ Բարեկամ ունենք, իմ հրող-բոր կինը էստեղացի էր, Աղնիձորցի, սենց տեսանք, դասավորեցին, եկան ուզեցին։ 3 աղջիկ ունի Ռիման, 2-ը Վանաձորում են, 1-ը Ռուսաստանում։ Վանաձորի աղջիկներին հաճախ է հյուրընկալում եւ հյուր գնում։ Թոռներ էլ ունի, բայց գյուղի տանը իրենից բացի բնակիչ չկա։ Մենակ խնամում է փոքրիկ հողակտորը։ Սելին բաղչենա փոքրիկ բաղչայա, իմ բաղչենա, ես վարդեր եմ դրել, ես մեկը չորացել այն մեկը էսա կբացվի։ Լոբի, վարունգ ու լոլիկ է աճեցնում։ Երեխաների համար թարմ մթերքի մի մասն ապահովում։ Աղնիձորը քարտեզի վրա շատ փոքր կետ է, բայց այստեղ ամեն առավոտ արևից մի քիչ ուշ արթնանում է նա, սուրճ դնում, բոստանը մշակում ու սպասում, որ գյուղը մի օր նորից մարդկանց ձայներով լցվի։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։